Թատրոնը ելույթ կունենա նաև հունիսի 7-ին Թումանյանի անվան զբոսայգում գալա բալետ ծրագրով։ Հունիսի 7-ին ժամը 19-ին Ալեքսանդր Սպենդիանի անվանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կգանա մեր օրերի ամենանշանավոր կոմպոզիտոր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված խաղիկներ խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների շուրջ 300 սովորներից հավաքագրված միասնական երգչախումբը խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ կկատարի վարպետի նոր ստեղծված գլուխգործոցը, որի հրատարակությունն ընթացքում է զուգահեռ Երևանի քաղաքապետարանի պատվերով։ Ստեղծագործության պարտիտուրը հրատարակվելուց հետո կտրամադրվի Հայաստանի եւ Սփյուռքի կրթական եւ մշակութային հաստատություններին։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ Երևանի քաղաքապետի հրավերով Մանսուրյանի ստեղծագործության պրեմիերայի ներկա կլինի նաև աշխարհարչակ կոմպոզիտոր Վիչենցո Լամանյան, որի հետ առաջիկայում նախատեսում ենք իրականացնել մի շարք համաշխարհային հնչեղության նախագծեր։ Մինչ համերգային ծրագրի սկիզբը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Հունիսի 9-ին եւ 10-ին ժամը 20-ին Թումանյանի անվան զբոսայգում Երևանյան միջազգային բալետային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնը, Շոպենյանը, Շահրեզադը եւ Գալա բալետային ներկայացումների ցուցադրմամբ։ Կրկին Թումանյանի անվան զբոսայգում սպասում ենք ընդհանուր բալետային օրերին շուրջ 120,000 հանդիսատեսի ներկայություն։ Հարկ եմ համարում նշել, որ փառատոնի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի պատվերով այժմ հրատարակվում է փառատոնային օրերին իրականացվի փառատոնային օրերին գրքի շնորհանդեսը Հայ ազգի մեծանուն բալետի պարուհի մանկավարժ Ագրիպինա Վահանովայի դասական պարի հիմունքները կոթողային աշխատության հայերեն թարգմանությունը, որը ի դեպ թարգմանվում է առաջին անգամ։ Հունիսի 13-ին Երևանի միջազգային բալետային 3-րդ փառատոնը կեզրափակվի Ալեքսանդր Սպենդիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Bolero X եւ Սրբազան գարուն բալետային ստեղծագործությունների ցուցադրմամբ։ Նշված բալետների բեմադրությունը իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ այդ օրը կկայանա 2 բալետային պրեմիերաները, որից հետո դրանք կներառվեն օպերային թատրոնի մշտական խաղացանկում։ Հարգելի պարոն քաղաքապետ, եզրափակելով հայտնում եմ, որ ձեր հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային մեծացավ